Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալի նկարահանումները շարունակվում են և անչափ հետաքրքիր սերիաները դեռ առջևում են, հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե ինչ զարգացումներ են լինելու հեռուստասերիալում։ Շատ շուտով հետաքրքիր բացահայտումներ են լինելու հեռուստասերիալում, վերջին շրջադարձը հեռուստադիտողներին ամբողջությամբ զարմացնելու է։ Հեռուստասերիալում իրադարձությունները գնալով ավելի բարդ ու ինտրիգային շրջադարձ են ստանում, դիտողների շրջանում սկսում է ավելի ու ավելի տարածվել այն վարկածը, որ Հենրին ու Յանան կարող են մի օր իսկապես ամուսնանալ, դա սակայն ոչ թե սիրո, այլ ընտանիքների ճնշման ու արտաքին միջամտությունների արդյունք կլինի։ Շախունցների ընտանիքի որոշ անդամներ սկսել են հստակ քայլեր ձեռնարկել, որպեսզի Հենրին ու Անգելինան վերջնականապես հեռու մնան իրարից։ Հենդոն, ով առաջին իսկ պահից չի ընդունել Անգելինային որպես արժանի զույգ Հենրիի համար, հատկապես որ գիտի, թե ով է Անգելինան, կարծես սկսել է պլանավորել, թե ինչպես կարող է իր թոռանը հեռացնել այդ սիրուց։ Եվ հավանաբար հենց Յանան է հայտնվելու, ով տարիներ շարունակ եղել է Ֆաինայի ընկերուհին։ Բնականաբար Յանան էլ չի թաքցնում, որ խորը զգացմունքներ ունի Հենրիի հանդեպ, թեև նա երկար ժամանակ եղել է հավատարիմ ընկեր Ֆաինային, բայց միշտ ասել է, որ անտարբեր չէ Հենրիի նկատմամբ։ Մինչ Հենրին փորձում է պայքարել իր սիրո համար, Յանան սիրով պատրաստ է կանգնել նրա կողքին, թե աջակցությամբ, թե հոգատարությամբ։ Եվ հենց այդ պահերն են, որ կարող են ապագայում հանգեցնել, որպեսզի Հենրին մնա Յանայի կողքին։ Հարցն այն չէ, թե Հենրին սիրում է Յանային, այլ արդյոք նա կընտրի հոգեկան անդորրն ու ընտանիքի հարմարավետությունը, թե սիրո ճանապարհը բոլոր իր ռիսկերով։ Այս սյուժետային զարգացումը խոստանում է մեծ ցնցում սերիալում, Անգելինայի ու Հենրիի սիրո իրական փորձությունը դեռ առջևում է, իսկ ինչ կլինի, եթե Յանան հղի լինի կամ ընտանիքը սկսի ամուսնության պլաներ մշակել առանց Հենրիի ցանկությունը հարցնելու։ Այս զարգացումները կարող են ամբողջությամբ փոխել հերոսների ճակատագրերը։ Դե ինչ, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բացահայտենք ամենահետաքրքիր գաղտնիքները միասին։ Չմոռանաք նաև բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիր տեսանյութերն առաջինը դիտելու հնարավորությունը և իհարկե տեղեկանալու նոր սերիալների, սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ անպայման գրեք, թե որ դերասանի ու որ կերպարի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ և որ կերպարին ու դերասանին եք ամենաշատը հավանում այս հեռուստասերիալում, իսկ ձեզ բերել ենք ամենահետաքրքիր կադրից դուրս իրավիճակները նկարահանման հրապարակից։ Եկել ենք նկարահանման, այսօր ամբողջ օրվա նկարահանում ունենք, լիքը տեքստեր, այդպես։ Եկել եմ Հենրիիս տուն ու որոշել եմ տնավորվեմ, ուզեք չուզեք, էտա, եկել եմ արդեն, վսյո։ Իրակամ շատ եմ ծիծաղում, որ ինձ գրում եք Հենրիին հանգիստ թող բան, տենց ջղայնանում եք վրաս, ոնց որ համել եմ ձեռքը չի, ոնց ասում են տենց անում եմ, բայց նենց էլ չի էլի, որ տենց պիտի հանգիստ թողնեմ, սենք, չէ։ Այսօր ես Սիրունի հետ ենք նկարահանման։ Այո, մեզ արդեն ջղայնացրել են։ Ոնց տեսնում եք, մենք իրար շատ սիրում ենք իրականում։ Այո։ Ինձ մի բսկթեք։ Ինձ բսկթում են, ասում են հանգիստ թող Անգելինային, Հենրիին, տենց բաներ են։ Մի բսկթեք։ Ես էլ եմ ուզում իրանք միասին լինեն։ Յանան է էլի փչացնում։
Մի հատ ստեղ նայեք։ Ինչ բան է։ Բռնեմ ամուսնանամ իրոք։ Մենակ մի բան գիտեմ։ Իմ հարսանիքի ամբողջ կերպարը միանշանակ լինելու է տենց նանեի կողմից արված։ Կապ չունի, որ երկրում կռնեմ, կապ չունի ամուսնանամ։ Բայց սիրուն ես լույսի տակ։ Շատ սիրուն է։ Չի ստացվել նանա ջան քո մոտ գեշ մեյքափ կներեք, բայց մարդիկ կան իրոք սենց մեյքափ են Ստացվել է։ Համեմատած են ինչ ինքը անում է, իհարկե չի ստացվել է, բայց ու որպես գեշ, սա գեշ մեյքափ չի համաձայն չեմ։ Ես կյանքում անեմ չէ։ Ինչ բան է։ Բռնեմ ամուսնանամ իրոք։ Մենակ մի բան գիտեմ։ Իմ հարսանիքի ամբողջ կերպարը միանշանակ լինելու է տենց նանեի կողմից արված։ Կապ չունի, որ երկրում կռնեմ։ Մի հատ ստեղ նայեք, ասենք, իսկական հենց հիմա ուզում գնամ։ Մեկին բռնեմ, ասեմ հենց հիմա արի ամուսնանանք։ Նայեք ինձ սիրունությունը։ Տաստված ուսանք տեսնենք, չգիտեմ, բայց ինձ համար միշտ ես փորձում եմ գտնել ինչ-որ կապ ու նշաններ եմ փնտրում ամենտեղ ու կարծում եմ, որ դա նշան է, որ այդ մտքին եկանք, որ պիտի հենց հարսանեկան կերպար ստանանք։ Սիրելիներս, անչափ շնորհակալ եմ շնորհավորանքների ու լավ խոսքերի համար։ Շատ ուրախանում եմ, որ ինձնով ու ինձ համար այդքան մարդ ուրախանում է։ Մերսի։ Բայց չեմ ամուսնացել։ Կուզեի, իհարկե, բայց ոչ, չեմ ամուսնացել։ Ուղղակի գնացել էի նանեիս մոտ, արեցինք դիմահարդարում, տեսանք, որ շատ նուրբ, շատ սիրուն ու հարսանեկան է ստացվել։ Որոշեցինք կերպարը ամբողջացնել, կրեցի Nan Beauty Dresses գեստը սպիտակ և վարձակալեցինք քող, որպեսզի սիրուն ֆոտո և վիդեո ստանանք։ Բայց մի բան ասեմ, ես կարծում եմ, ավելի ճիշտ կակռազ եկեղեցու ֆոնին եմ ասում ես ամենը, ես հավատում եմ, որ նման բաները ուղղակի չեն լինում, այսինքն եթե նշան եղավ, հա, ուրեմն ինչ-որ մի լավ բան սպասվում է կարծում եմ։